Այսօր Հայաստանի քաղաքացու երազանքը այն է, որ դու ավարտես քո իշխանական գործունեությունը եւ ոչ թե վերադառնաս ընդդիմադիր կյանք, այլ բանտային։ Կձերբակալեսել, կկալանավորեսել մի քանի ընդդիմադիրի, 10, 20, գուցե ավելի շատ, բայց քեզ ընդդիմադիր չէ այդքան հոգի, քեզ ընդդիմադիր է ժողովուրդը, դա է քո խնդրեմը, դա է քո վախերի պատճառը, ու դրանից դու չես ազատվի։ Դու գիտես, որ ժողովրդի մոտ չունես աջակցություն, դրա համար էլ ուրիշ տեղ ես փնտրում այն։ Թե ում են ուղղված այս ռեպրեսիաները, ճիշտ գնահատելու համար պետք է նաև ժամանակը հասկանալ, ինչու այս գծած պլանը սկսեց Թուրքիա այցից անմիջապես առաջ ու թափ հավաքեց Թուրքիա այդ այցից անմիջապես հետո։ Այցից առաջ մի ազդակ ուղարկեց թուրք բարեկամներին կալանավորելով Սամվել Կարապետյանին։ Այցից հետո տերոր է սկսել ընդդիմախոսների դեմ։ Մամուլը գրում է, որ զանգել են Պոլսահայ համայնքի ներկայացուցչի, որը Թուրքիայի նախագահի ապարատի սերտ առնչություն ունեցող մարդ է, ասել է. Թուրքիայում ապշած են մնացել Փաշինյանի պահվածքից։ Ոչ մի հարցում Նիկոլը չի փորձել հակադրվել։ Ինչ ասել է Էրդողանը, համաձայնել է։ Անգամ ինքն է առաջարկել բաներ, որ Էրդողանի մտքով չէր անցել։ Սկսած զինանշանի վրայից Արարատը հանելուց, մինչև ռուսական ռազմաբազաների հանում, ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարում։